Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերն են, որոնք տարածել է ոստիկանությունը։ Կեսգիշերն 00:30-ի սահմաններում է այս տեսանյութը նկարահանվել։ Տասնյակ երիտասարդներ վիճաբանել, այնուհետև քարերով, փայտերով, գլխարկներով եւ այլ իրերով միմյանց են հարվածել հենց գյուղի կենտրոնում։ Հարակից տանը բնակվողները քարերի հարվածների ձայներից են գիշերն արթնացել։ Հենց մեր պատուհանի տակն է, մեր տան մոտ էին կռվում։ Երևի մի կես ժամ տևած։ Փոքր էին տարիքով, ոչ մեկին չճանաչեցինք։ Տենց մեծ մեր տարիքի չէին, էլի փոքր էին։ Տարան հիվանդանոց մեկին խփել էին թե ինչ, դրանից հետո ցվրվեցին։ Աղմուկից արթնացած գյուղացիները ոստիկանություն են ահազանգել, որոնց հաջողվել է ժամանակին միջամտել ու կանխել հնարավոր ողբերգական զարգացումները։ Ծեծի մասնակիցներից մի քանիսին ընկերները հիվանդանոց են տեղափոխել հենց գիշերը։ Հարևանի երեխան առիթից եկել են, տեսել են ընկերները վիրավոր են, տարին հիվանդանոց, տենց բան չեն արել։ Սկապօգնություն չէ, իրանք են տարել։ Խոսելը որ կռիվ է եղել, բայց գիշերն է եղել։ Հաջորդ օրը եկա, տեսա որ կռիվ է եղել, գիշերի կռիվ է եղել, իրաք ջարդել է, քարով փել է, բան արել։ Դե կրակոցն է եղել, քարերը բան ավտես սել են։ Ծեծկռտուքի մասնակիցներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, նրանց մեծ մասը Դաշտավանից են եղել 20-21 տարեկան։ Դաշտավանի բնակիչներ են եղել որպես մասնակից, ովքեր այս պահին հարցաքննվում են ոստիկանությունում, միջին տարիքի երիտասարդներ են եղել։ Ինչից է ծագել վիճաբանությունը գյուղում տեղյակ չեն, ըստ ներքին գործերի նախարարության վեճի առիթը եղել է ավտոմեքենան արագ վարելը։ Դաշտավանի համայնքապետը հորդորում է չուրճացնել տեղի ունեցածը։ Այս էլ կանցնի կգնա, այսպես չի մնա, որովհետև մեր բոլորիս այդ տարիքային շրջաններում եղել են, նմանատիպ բաներ եղել են։ Ուղղակի այն ժամանակ լուսաբանողներն են քիչ, դրա համար ոչ մի բան այդպես չէր իմացվում։ Իսկ հիմա մի քիչ ավելի են խորացնում, ավելի արհեստական են դարձնում իրավիճակը։ Խուլիգանության, ֆիզիկական ներգործության եւ ապօրինի զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 3 անձ ձերբակալվել է։